Բարև բոլոր նրանց, ովքեր մեզ նոր են միացել։ FM 106 եւ կես հաճախությամբ իր աշխատանքն է շարունակում Թարմ ուղեղով հաղորդաշարը, տաղավարում աշխատում է Հայկույ Մինասյանը, հաղորդաշարի մեր այսօրվա հյուրը կինոռեժիսոր Էդգար Բաղդասարյանն է։ Շարունակում ենք թողարկումը։ Իսլամական պետությունը ստեղծվել է Սաուդյան Արաբիայի, Քաթարի եւ Թուրքիայի թե միջամտությամբ, թե ֆինանսներով, որի վրա փորձել են ազդեցություն ունենալ թե ռուսները, փորձեն ինչ-որ խաղել բանը, թե ամերիկացիները, բոլորն էլ այդտեղից փորձում են իրենց դիվիդենդները խաղալ։ Այ ինչա կատարվել։ Ու հիմա դուրս եկել իրենց կոնտրոլի տակից։ Մենք ինչու որևէ մեկի կոնտրոլի տակից կարծես երբեք դուրս չեն գալի որևէ հարցում, այսինքն մի հատ Նժդեհի արձանի տեղադրում անգամ ռուսների զայրույթ առաջացրեց, հայտարարություններ հնչեցին, անգամ ասացին պետք է պաշտոնական մակարդակով նոտահղել եւ այլն, այսինքն մեր հասունացումը չի եղել, թե ինչի ենք մենք անընդհատ կանխատեսելի, ինչու են բոլորը կարծես մեր ատամները հաշվել։ Պետք չի ռուսների վրա դա գցել, ռուսները երկրորդ համաշխարհային պատերազմի արդյունքում գրած կորուստների եւ այդ ընդհանրապես այդ պատմության հետ կապված շատ հիվանդագին են տանում որևէ հարց նացիզմի կամ նացիստական հանցագործությունների վերանայմանը։ Դրա համար սա մեր թերացումն է, նորից եմ կրկնում, որ չենք կարողանում բացատրել, պարզաբանել ով է եղել Գարեգին Նժդեն։ Եվ ռուսական երբ մամուլով կարդում եմ կարելի լուրջ վերլուծություններ, որոնք հակասում են եւ բացատրում են, որ այս մարդը ընդհանրապես կապ չունի դրա հետ։ Դες կա եւ նա կա, դա այդպես չի, բայց դա մեր թերացումն է։ Եթե մի մարդ, եթե դուք չգիտեք իմ մասին, ուրեմն ես վատ եմ ներկայացել։ Եվ դուք եւ ես ունենք թերացում այս հարցում։ Այ խնդիրը ինչու՞մն է։ Չնայած ասեմ այդ խոսակցությունների շատ վատա որ փոխեց մի քիչ ուրիշ վեկտորը, որը ավելի իմ համար այս պահին ավելի կարևոր էր, թե ինչպիսի արձան եք դնում։ Հասկացանք Նժդեի արձան եք դնում, բայց այդ ի՞նչ է։ Դա իմ համար այս պահին ավելի կարևոր է, քան ռուսը ոնց կնկալի, որտեղ ռուսին կարաս բացատրես, կարաս չբացատրես, կարող ես ասել ընդհանրապես չեմ ուզում բացատրեմ, ես իմ անկախ պետություն ինչ ուզեմ կդնեմ։ Իրանք էլ ինչ ուզեն կասեն, դա նորմալ է, ես չեմ կարծում ստեղ որևէ ինչ-որ մի բան կա, որտեղ այսօր ես հրապարակում տեսա, որ գեներալ Կրասնովի բանը կա, որը էլի նացիստական գեներալ է, Կուբանում կա իր արձանը, որտեղ շատ սիրում են նացիստները գնալ եւ նկարվել ռուս նացիստները։ Այդ վաղ սկսեն այդտեղից, որովհետեւ դա էլ Վլասովյան, եթե չեմ սխալվում, Վլասովի դաշնակիցներից էր։ Այնպես որ միանշանակ չի, սա կոլաբորացիոնիզմ չի եւ պետքա ուղղակի լուրջ լուսավորչական աշխատանք վարել։ Իսկ Հայաստան բոլոր շատերը գիտեն, հա, Նժդե կամ կարդացել են կամ գիտեն ով է, չէ, անունը տալով բան են գալիս։ Մեր գազի 60-70%-ը չգիտի, ուզում եք ռուսի իմանալ։ Հենց որ փուշը հանենք մեր աչքից, նոր սկսենք ուրիշի գերանի մասին խոսալ։ Փշից խոսացիք, ուրիշ ինչեր կան, որ ձեր կարծիքով պիտի օր առաջ փոխենք։ Եվ արդյոք ձեր մոտ կա այն մթնոլորտը, կա այդ անդառնալիության կետը, որ հասել ենք արդեն այդ 800 հեկտարը ամայի տարածք անվանելուց հետո եւ առհասարակ վիրավորված զինվորներին չտրվող բուժօգնությունից հետո, այսինքն ձեր կարծիքով մենք հետեւություններ որևէ բանից չարեցինք ազգովի պետական մակարդակով տարբեր ամեն մեկը իր ոլորտում ինչ որ բան արեց փոխվեցինք ինչ որ թե որևէ ձևով չփոխվեցինք։ Ես այդքան էլ լավատես չեմ այդ առումով, բայց կարծում եմ որ այո։ Եվ սա խոսքը գնում է հենց այդ բարոյահոգեբանական ոնց ճիշտ անվանեմ առանց պաթոսի այդ փոքրիկ հեղափոխության մասին, որ մենք հասկացանք մի շատ կարևոր մի բան, որ ուզենք թե չուզենք մենք պարտավոր ենք ունենալ հնարավորինս այս տնտեսական վիճակից ելնելով կամ Հայաստանի ընդհանրապես այդ հաշվի առնելով բանակ։ Եվ այդ բանակը պիտի լինի գործոն։ Ուզենք թե չուզենք, այո, ես էլ կուզենայի ապրեի մի աշխարհում, որտեղ կարիք չկար զինվոր ունենալու կամ զենք արտադրելու, բայց մենք ստիպված ենք։ Ինչը կուզենայի փոխեի։ Ես վերջերս էլ մի հատ հարցազրույցում ասացի, որ ասացին հայի տեսակի մասին ինչ կասես, ասի մենակ լավ չէ, լավն եմ ասեմ, վատն եմ ասեմ։ Այո, անշուշտ մենք նորից կրկնում եմ, տաղանդավոր ենք։
իրոք տաղանդավոր ենք ազգենք, բայց ցավոք անհատապես։ Եվ ամենամեծ սարսափելի կարծում եմ գծերից մեկն է, որ մեր շահը, անհատական շահը գերիշխում է հասարակականին։ Դա բերում է նրան, որ այսպիսի բաների ենք մենք գալիս, որ հետո հանում ենք զամինիստրներ են հանում, նստացնում են ինչ-որ զինվորականներ են գնում, բայց դա ինձ չի գոհացնում այն առումով, որ սա ինստիտուցիոնալ փոփոխություն պիտի արվի, ինստիտուցիոնալ փոփոխություն, ոչ թե կոսմետիկ, որտեղ պիտի պատասխան տվեցին։ Ես ուզում վստահ լինել, որ վաղը չի կրկնվելու սա։ Ես ուզում եմ վստահ լինել, որ ամեն լուման գնալու է ծառայելու իր նպատակին։ Այս պրիսակենք ռուսերեն ասեմ правовое государство։ Ուրիշ մենք ելք չունենք։ Մենք ուրիշ փրկության ձև չունենք։ Եթե մենք բոլորս սևեռվենք մեր նյութականի վրա, մենք կորցնենք այս պետությունը։ Վերջին հարցն եմ ուզում տալ, քանի որ Իսրայելում եւս շատ եք եղել եւ շատ շփվել եք եւ դուք եւս շատ օրինակներ եւ զուգահեռներ եք անցկացնում, նշեցիք, որ մենք տաղանդավոր ենք անհատի մակարդակով, բայց ոչ այսպես հավաքական։ Եթե մենք նայենք Իսրայելին, կա արդյոք տարբերություն այդ երկու ֆունդամենտալ հարցերի մեջ եւ արդյոք դրան հասել են, թե դա էլ իրենց ազգայինն է։ Մեծ տարբերություն կա եւ ոչ մեր օգտին։ Այո, մեծ տարբերություն կա։ Նա ով որ դա չի ընդունում, ում դուրը չի գալի, ուղղակի կամ տգետա կամ չի տիրապետում իրականությանը։ Ուզում եմ հասկանամ, մենք փոխվելու ենք, իրենք էլ մի ժամանակ մենք ուզենք, մենք չփոխվենք, կվերանանք։ Խնդիրը այսպես է դրված։ Մենք քարտեզ թողնենք այս քարտեզը։ Խաղատախտակից դուրս կգանք։ Ֆիգուրները ոնց է, որ ուտում ես, վերջում շախմատ ես խաղում, վերջում մնում է մի թակուիկ, թակավոր եւ մի երկու կամ ձի կամ զինվոր։ Կամաց դուրս կգանք ես։ Եթե դու ուզում ես այս տախտակի վրա մնաս, կան օրինաչափություններ, որ դրանք պետք է հավապատասխանես։ Ինչպես կառուցեցին, շատ հեշտ է։ Ինչ արեցին, որ 48 թվականում այդ պետությունը կայացավ, հենց այդ կայանալն ու պատերազմը մենք կանցավ։ Միշտ պատերազմի մեջը, միշտ տերորի մեջը, բայց տեսեք ինչ պետություն կանած եւ ինչպիսի բանակ։ Ես կերազեի, որ այդպիսի բանակ ունենանք, երբ որ զինվորին ասում են դու չես կարող ծառայել, առողջական խնդիրներ ունես, լաց է լինում։ Խնդրում ասում եմ ոնց, ես առողջ եմ, տարեք ինձ։ Այ ինչի մասին է խոսքը, երբ որ Պոզները տեսակ հաղորդումը, օֆիցերը այդ իսրայելական բանակի սպայի հետ խոսում է, սպան ասեց հեսա գնամ աթոռ բերեմ զրուցենք ու գնաց ինքը բերեց աթոռը, Պոզները ասեց իսկ ինչու՞ չասեցի զինվորին, թող գնաք ես աթոռը բերեր ինքը, դու գնացիր բերեցիր, ասեց զինվորը իմ ստրուկը չի։ Ես ապշած էի։ Հիմա այդ ամբողջ էքստրապոլյացիա արեք մեր վրա ու կհասկանաք ինչ խնդիրներ ունենք, որը պիտի լուծվի։ Զինվորը ստրուկ չի։ Ստրուկը չի մարտնչում։ Ստրուկը կարա գլադիատոր լինի, ձեզ զվարճեցնի իրար սպանելով, ոնց որ հռոմում էր, բայց ստրուկը մարտնչող չի։ Դրա համար շատ խնդիրներ ունենք, սպայական կազմից պիտի սկսվի, այո, բանակը սկսվում է տեղից։ Ինչպիսին են սպաները, այդպիսին կլինեն զինվորները։ Ինչպիսին հասարակությունը դա իր սաղ դեֆեկտներով, այն էլ բերում է ինքը բանակ։ Այդտեղից է գալիս այդ սաղ խնդիրները։ Մեր փողոցից գալիս է լսվում է բանակ, բանակում չի ծնվում դա, բանակը արտահայտում է, արտացոլանք դա մեր կյանքի։ Ինչպիսին կյանքն այդպես էլ ընդեղ չի կարող կյանքը լինի այսպեսի թերացած, չի կարող մեկը դուրս գալ մյուսին սպանել նրա համար, որ իր մեքենայի դիմացը կտրել է, իսկ բանակում դա չլինի այդպես բաներ։ Մի հատ հայոյանքի մարդ կրակեն իրար վրա։ Դա նույնն է, դա է պետք վերացնել։ Հանցագործ աշխարհի այդ պսիխոլոգիա, որտեղ մեր մեջ նստած է, չէ՞, այդ ամեն ինչը։ Տեսեք, բոլոր դաշտերի, մենք որպես ծավալվենք, ամեն ինչի մասին խոսենք, ընտրություններից սկսած ոնց փոխած, ինչ ֆունդամենտի վրա է այդ ամեն ինչը դրած։ Ինչքան կարևորված են, պետք է ասեմ այդ ֆրազը չեմ սիրում, քուչի ավտորիտետները։ Ինչքան են կարևորված, ինչ ֆունդամենտ են իշխանության համար, որտեղ ապահովում են ձայներ։ Հետո իրանք այդ բերում են այդ սաղ մտածողությունը գալիս է բանակ։ Քրեական մտածողությունը, գողական այսպես ասած, որը գալիս է լցվում բանակ, մեր կենցաղ։ Վերացնում ես գողականներին ու սկսում է ինչ-որ Սաակաշվիլին սկսես պլանես։ Ուրիշ տար չունես, ռակը պետք է բանանես, վառես։ Դա ռակ է, որը պետք է ազատվես։ Ուրիշ հնարավորություն չկա դրա։ Ինչ մեխանիզմներով։ Իրան որևէ բան չի լինում։ Ոնց պիտի սպանենք ռակը։ Ես որևէ հումանիստական բաների այդքան կողմնակից չեմ։ Ոնց ուզում ես, ոնց սիրտդ ուզում է, պետք է առողջացնես հիվանդին։ Եթե թերապևտիկ բուժումը արդեն ուշա, խիրուրգի ցավը տանեմ։ Վիրաբույժի։
Հակառակ դեպքում մյուսը գալու է արդեն պաթոլոգիան ԱՏՄ։ Ուրիշ ձև չկա, դու չես կարող կոսմետիկա անես։ Պատկերացեք իմ փթող բորոդ հիվանդին, ասեք ոչինչ նորմալ է, եկեք մի շպարենք մի հատ երեսը, նորմալ է, լավ նայվում է։ Դες բան չի լինում, մարդը նույնպես փթում է։ Դու պետք է բուժես։ Դու պարտավոր ես, պետությունը պարտավոր է այն կտրել, ինչ իրան խանգարում ու կարող վնասի ամբողջ մարմնին։ Եթե դա գանգրեն է, սկսես մատից, մատը տա, քո սիրելի մատը, դի կտրես այդ մատը։ Անխնա կերպով պետք է կտրես։ Հակառակ դեպքում պետք է մարմինդ։ Եթե մենք դա չենք անում, ասելով դե ո՞նց անես, մեկը սրա քավոսանիկն է, էսի սրա աղբոր տղենա, էս մեր հեղինակության տղեն է պրծավ։ Ես կարամ ասեմ, ժամանակը գնում է, արդեն սկսել է երբ կվերանանք մենք։ Ուրիշ լուծում չկա սրան, այլ ընտրանք չկա։ Իսկ որտեղից մեր մեջ սաղ սուտ արտահայտությունը, որը կարծես հենց ամբողջությամբ այդ հիմքն է, հա, այդ ամեն ինչի, որ որևէ բան չես ուզում անես, որտեղից է եկել։ Դա կոնֆորմիզմի ֆորմուլա է, որը ես չեմ կարծում, որ ես բանն եմ ճշմարտությունը վերջի ինստանցիայում, բայց ես կարծում եմ այդ 1000 տարվա պետություն չունենալու հետևանք, հա։ 1000 տարիներ այս սուլտանի ներողություն հետույքի կողքը լինել է այս մեկին, այն մեկին, սրան համակերպենք, այս գնաց Սուլեյմանը, գնաց Սալադինը, եկավ Պողոսը, գնաց Պետրոս, դա բերում է այդ կոնֆորմիզմի, որ պետք է գոյատևես։ Դրա համար գոյատևման քո անհատական այդ բանը ռեյտինգը սարսափելի բարձր է, սարսափելի անհատական, բայց իսպար չգիտես ինչո պետությունը։ Ներքից խորքը ես այս գերիշխում այդ ես որ ասացի անհատականը հանրայինի, դա պետք է բալանսի լինի։ Այո, գերմանացին ինչ է ինդիվիդուալիստ չի, ինդիվիդուալիստ է, բայց ինքը պետություն հասկացողություն ունի, պետություն կա, հանրային շահ կա, ես չեմ կարող խանգարել ձեզ։ Հիմա դες մենք ոնց ենք իրար վերաբերվում, ոնց են ինչպես է քշում դուք, այդ ամբողջը կապված է դրա հետ։ Դա մի կարծեք որ դες դաշտում լավ է, իսկ փողոցում քշելը դա մանրուք է, որը կարող ոչ, դա մեր բնութագի հոգեբանական բնութագրերից մեկն է։ Մենք հանդուրժել չգիտենք, մենք զիջել չգիտենք։ Ինձ հայրենիքը սկսում է տանդերնից, հայի, այդ տենց ոնց կլինի պետությունը։ Դրա համար պետք կամ անում ենք, կամ դուրս են գալի խաղատախտակի վրայից։ Երկուսից մեկն է։ Ու դա վախենալու բան չէ, որ 5 պետությունա որոշում է աշխարհում։ Մեկը յուրաքանչյուր գերպետություն, որ ատոմային բոմբեր ունի, ես իմ սուզանավեր ունի կամ բան, մեկը ինքը պետք է հաշվի նստի ձեր հետ։ Բայց այն դեպքում, երբ որ դուք ձեզ հարգում եք, եթե մենք իրար չենք հարգում, եթե մենք ստրկացնում ենք մեր հասարակարգը, զոմբիացնում ենք, բանի տեղ չենք դնում, չեմ կշտանում, չեմ կշտանա, շվեյցարական հաշիվներս տրակում արդեն, էլ տեղ չկա փողը, ռեզինից չի այդ բանկը շվեյցարական, բայց մեկը լցնում եմ, անկախ նրանից ոնց դա նրանից է, որ այդ մարդը, որը պիտի պայքարի, ինքը ասում է, ջայնա, ոչ իվան չի փոխվի, ոչ իվան չի փոխվի։ Մարդուն այդ են մտցնում իր գլխի մեջ, որ քեզնից ոչինչ կախված չի, բայց մեզ բոլորիցս կախված է ամեն ինչ։ Բայց բոլորին ձեռնատու է, որ այդ մենք հենց մտածենք, այդպես մտածենք, որ ինչ պիես անեմ։ Դա համար հայը ոնց է բողոքում, չամադանը վեկանում ու գնում է այրոպորտ։ Այդ է իր բողոքն ու պայքարը։ Բայց հետաքրքիր է, որ փողոց սարքի։ Այս օրերին, հա, ապրիլյան պատերազմի այդ ճամպրուկով մարդկանց քիչ տեսանք, հիմնականում անգամ փորձում էին գալ։ Տեսնեք, ինչ այդ պահին չտեսակ, այո, լիքը մարդ եկավ այնտեղից, ես գիտեմ Բեյրութից, Լիբանանից եկան, երիտասարդներ եկան։ Այո, բայց անարդարությունն է առաջի պատճառը, թե սոցիալական խնդիր է արտագաղթի, այսինքն սոցիալական խնդիր է։ Ասեմ ձեզ, արտագաղթը գիտեք ինչ է, մենակ սոցիալական չի, դա պետականության երկարատև բացակայությունն է, մենք չգիտենք ինչ անք հայրենիքի հետ, ինչին է մեզ պետք։ Դրա համար ես չեմ սիրում այդ ամպագորգոր այդ պաթետիկ այդ էստրադային հայրենասիրական երգերը զզվելի է իմ համար, որովհետև այդ մարդը որ դա երգում է, ինքը գիտի որ դա պահանջված է այս պահին, հայրենասիրությունը ինչ է, շատ լավ ապրանք է, որ լավ ծախվում է, միշտ սպառող ունի։ Բայց մարդիկ, որոնք իրականում ճշմարտության մասին են խոսում, փորձում են մի բան փոխել, իրանք կամ թշնամի են, կամ ագենտ են, կամ էս են, կամ են, որովհետև յուրաքանչյուր մարդ իր բան ունի, ֆանտազիայի մեջ ապրում, ֆանտազիայով է, իրականությունից կտրված է, կամ իրան ուզում մատուցի, ինքը ցույց տա, չեմ խոսում այդ սելֆիներ, մերֆիներ, սահմանում սալդատներ, այդ մի կողմ թողենք այդ լեկտիվությունը, այդ իրանց խղճի վրա թողնա, բայց բացի դրանից այդ տենց ակնհայտ իդիոտիզմից կա եւ թաքնված իդիոտիզմի մի բան։ Եթե մենք դա չկարողանանք փոխել, մենք չունենք ապագա, դա
բացի ասում ում դուրը գա, ում դուրը չգա, ինձ բացարձակ չի հետաքրում։ Այո, չի լինի։ Եթե մենք պետությունով չզբաղվենք, չկառուցենք պետություն բոլորի համար, նորից եմ շեշտում, չի կարող 40 ընտանիքի համար պետություն լինի։ Իսկ ես ստրուկ երբևիցե չեմ լինի, երբևիցե որտեղ ստրուկ չեմ ծնվել։ Ու չեմ կարող ուղղակի որևէ կերպ ես լռել կամ մանել։ Ես հույս ունեմ, որ մենք կհասկանանք եւ կվերցնենք այն մոդելների զարգացման, իսկ զարգացումը դա առանձին խոսակցություն է, դա սոցիալիզմն է, ոչ թե վայրակ կապիտալիզմը, որ մեզ պետք չի։ Դրանից բադ բան չկա, որտեղ բանկային համակարգը ուղղակի խմեց արունը, մեր ժողովրդի խմեց։ Բանկերի սանձահարումը, որտեղ այն դուք պատկերացնում եք, այսօր գալիս է ձեր մոտ մեքենայով եւ լսում եմ գովաստ բանկի աննախադեպ առաջարկ ցածր տոկոսներով, ընդամենը 24%-ով վարկա տրամադրում։ Ես չգիտեմ ինչքան սրիկա պիտի լինի այդ բանկը, որ ընդամենը 24% արտահայտություն անի։ Որևէ բանկ, то есть 25, հա, պատկերացրեք, 24 է ինքը տալիս։ Այդ բանկերին դա գիտեք ինչ է, բանկային համակարգը դա վամպիրել չէ։ Դա որևէ բիզնես կարող եք ասել, որ 25% վարկով կարող է ինքը կարողանա տակից դուրս գալ։ Իսկ ինչ զարգացման մասն եք դուք խոսում։ Վերջացավ, այդտեղ ամբողջ է վերջանում, համար բանկային համակարգը մենք պետք է ոնց մեղմ ասեմ, լավ մտրակել եւ բերել կարգի հրավիրել, ուղակի կարգի հրավիրել, որովհետեւ արդեն չգիտեն էլ տներել չեն վերցնում արդեն վարկը, որովհետեւ մարդիկ տներել չեն վերցնում արդեն, մենակ ոսկեր են։ Որովհետեւ լոմբարդ են, ես Հայաստան բանկ չգիտեմ, լոմբարդների հավաքածու են, որը չգիտես իրենց բանկ են անվանում։ Սոցիալիզմ, ուրիշ փրկություն մենք չունենք։ Սոցիալական պետություն, բոլշևիզմի տանգած չխառնենք։ Շնորհակալ եմ շատ հարգելի ունկնդիրներ, լսում եք Թարմուղեղով հաղորդաշարը, տաղավարում այսօր մեր հյուրը կինոռեժիսոր Էդգար Բաղդասարյանն էր, ես Հայկո Հիմինեսյանն էի, հաջողություն։